Ադրբեջանը շարունակում է կիբերպատերազմն ընդդեմ Հայաստանի, ցանկանում են հայաստանցիների վրա լրացուցիչ ճնշում գործադրել։ Գուգլում են մերթընդմերթ ակտիվ Հայաստանի բնակավայրերի անունները, ջնջում իրենցն են գրում։ Ադրբեջանցիք արդեն տարիներ շարունակ աշխատում են սրա վրա։ Պարզվում է Google-ում տեղանուն փոխելն այդքան էլ բարդ գործ չէ, շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվան փոփոխությանը կամ նորի հայտնվելուն։ Այդպես օրինակ Երևանում կամ այլուր կարելի է ցայտաղբյուրներ, այգիներ կոչել ցանկացած մարդու անունով։ Google-ը օբյեկտները քարտեզի վրա տեղադրում է մարդկանց խորհրդով։ Այսինքն երբ որ միանգամից շատ մարդ նշում է, որ այստեղ օրինակ բացվել է ինչ-որ թանգարան եւ այլն, Google-ը ինչ-որ ձևով ստուգելով, հաճախ այդ ստուգելը լինում է ավտոմատ կերպով եւ տենց նորմալ չեն հետևում, բերում է նրան, որ այդ օբյեկտը հայտնվում է կամ եղած օբյեկտի անունը փոխվում է։ Google-ը տարածաշրջանային մոդերատորներ ունի այսպես կոչված աշխատակազմ, զբաղվում են տեղանունների իսկության ստուգմամբ, հաստատմամբ կամ մերժմամբ։ Իրականում, եթե մենք օբյեկտի փոփոխության վերաբերյալ շատ հարցումներ ուղարկենք, դա կդառնա մոդերատորների քննարկման առարկա։ Հիստերիա դրա շուրջ պետք չի անել։ Եթե տեսնում եք, մտեք խմբագրեք եւ ձեր ընկերներին տեղը նշեք եւ խմբագրեք, ոչ թե գրեք, ես ունենք հասել, ողբամս քեզ հայ ժողովուրդ, դու ես իմ ինչ-որ հող լցնել գլխին եւ այլն։ Մեդիա փորձագետը հենց այդ խորհուրդն է տալիս նյարդայնանալու փոխարեն։ Ադրբեջանցիք դա անում են միշտ, պարզավոր երբ որ ինչ-որ իրավիճակը սրվում է, այդ ամեն ինչը շատ անում։ Տենց չէ՞ էլի, որ երբ մտնես կա, որովհետեւ Հայաստանից էլ Google-ի քարտեզի վրա աշխատող բավական մեծ համայնք կա, իրանք էլ հետևում են, փորձում են հետ բերել։ Այս ընթացքում Google քարտեզում մայրաքաղաքի բազմաթիվ վայրերի անուններ է փորձել փոխել Ադրբեջանը։ Հանրապետության հրապարակի անունն է փոխվել, ինչ-որ մի պահ, օպերայի, մի քանի տարի առաջ օրինակ Ցեղասպանության հուշահամալիրը դարձրել էին Էնվեր Փաշայի ինչ-որ թանգարան։ Դա շատ ցինիկ բաներ են անում, բայց ասում եմ, դա երկար չի տևում սովորաբար։ Իրավիճակը բոլորովին այլ է Արցախի դեպքում, որտեղ արդեն գետնի վրա են ցուցատախտակները փոխարինում ադրբեջանականով։ Փաստացի ինքը Ադրբեջանի տարածք է ընկալվում, վիճելի տարածք չի, դրա համար հայկական հայտերը ես ենթադրում եմ, որ արդեն ազդեցությունը կսկսեն կորցնել։ Իսկ կարող է արդյոք նավթով եւ գազով հարուստ հարևանն այնքան վճարել Google-ին, որ տեղանունները փոխվեն հօգուտ Ադրբեջանի, անկախ դրանց իրական պատկանելությունից։ Դավադրապաշտական բաները, որ ադրբեջանցիք առել են Google-ին, առել են Facebook-ին, հիմնված են ընդհանուր մարդկանց տգիտության վրա, մարդիկ ուղղակի լավ չեն պատկերացնում այդ ամեն ինչը ոնց է աշխատում։ Google-ը իր ռեպուտացիան շատ ավելի շատ է գնահատում, քան ամբողջ Ադրբեջանի բյուջեն, էլի, որ ինչ-որ մի հատ, ինչ-որ մի ծրտ բանի համար գումար վերցնել։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանցի հակերները գործում են պետության ցուցումով։ Պատահական չէ նաև իշխող ուժի падգամավոր Ազիզ Ալիքբերլիի հայտարարությունը։ Նա վերջերս հոխորտացել էր, թե իբր այսպես կոչված արևմտյան Ադրբեջանում երկար տարիներ հայաֆիկացվել են թուրքական տեղանունները։ Իզաբելլա Հովանիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։